2014 թվականին կատարվել էր 17352 հեկտար հերկ, որից գարնանացաներ իրականացվել 12453 հեկտարի վրա։ Այս տարի պատկերը մի փոքր այլ է՝ 19200 հեկտար հերկվել, բայց ցանց իրականացվել է շուրջ 8600 հեկտարի վրա։ Ցանված 8640 հեկտարից ուրեմն 184.2 հեկտարը ցորեն է, 2628.4 հեկտարը հաճար, 1358.7 հեկտարը գարի, 2072.3 հեկտար եգիպտացորեն, 25 հեկտար կտավատ, 573.4 հեկտար կարտոֆիլ, 169.6 հեկտար արևած ծաղիկ, կա նաև ծխախոտ արդեն 18 հեկտար, սորգոյի տարածքներ ունենք 63 հեկտար, հատիկ անդեղեն 174.3 հեկտար, բանջարեղեն 386.2 հեկտար և բոստանպարենային 153.1 հեկտար։ Եղանակային անբարենպաստ պայմաններն առ այսօր խանգարում են հողագործներին ավարտելու աշխատանքները։ Այդուհանդերձ կատարվածներն ընդհանուր առմամբ քիչ չէ, հաշվի առնելով տեղում առատ գարունը։ Հաճարը, գարին ու եգիպտասորենը գարնանացանի ամենաշատ պահանջարկ վայելող մշակաբույսերն են։ Պահանջարկը կա, համապատասխան քանակությամբ սերմը ներեկրվել եւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվում է հողօգտագործողներին մատչելի պայմաններով, գալիս վերցնում են, այդպես խնդիր դեռ չկա։ Հնարավոր է, որ այսինքն նախորդ տարիների համեմատ տարածքները մի քիչ նվազի, դա էլ պայմանավորված է նախորդ տարվա ցածր բերքատվության ցուցանիշներով, քանի որ որոշ հողօգտագործողներ այս տարի արդեն չեն ուզեցել եգիպտացորենի մշակությամբ զբաղվել։ Կառավարության համապատասխան որոշմամբ գյուղնախարարությունը կերարտադրության եւ անասնաբուծության ծրագիր է իրականացնում շուրջ 197 հեկտարի վրա արվույթի եւ 1238 հեկտարի վրա կորնգանի ցանց է կատարվել, ներկրվել եւ անհատույց հողօգտագործողներին է տրամադրվել շուրջ 118 տոննա կորնգանի սերմացու 1 հեկտարի դիմաց 100 կիլոգրամի չափով։ Գարանացանին զուգահեռ հողօգտագործողներն ու մասնագետներն իրականացրել են մոլախոտերի ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։ Պայքար մոլախոտերի դեմ իրականացվել է 5375 հեկտարի վրա, վնասատուների եւ հիվանդությունների դեմ աշխատանքներին իրականացվել շուրջ 33200 հեկտարի վրա, սնուցման աշխատանքներին իրականացվել մոտ 7000 հեկտարի վրա եւ ոռոգում մոտ 2500 հեկտարի վրա։ Մկտանամանների ու գնայու բզեզի դեմ պայքարն արդյունավետ էր, բարակված տարածքների մեծ մասը Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում էին։ Մոլախոտերի եւ վնասատուների դեմ ակտիվ պայքարը ընդգրկել է 38600 հեկտար ցանքատարածություն։ Ժելեցայի դեմ էլ գնայուկ բզեզի դեմ պայքարի աշխատանքները տվել են դրական արդյունքներ, նշված վարակված տարածքները փրկվել են, այսօրվա դրությամբ լավ վիճակում են եւ լավ էլ բերք է սպասում այդ տարածքներից, իսկ մկնանման կրծողների դեմ համապատասխան քանակությամբ թունանյութը ձեռք է բերվել գյուղնախարարության կողմից եւ տրամադրվել շրջաններին իսկ ըստ իրենց ներկայացված հայտերի համապատասխան քանակությունը ապահովել է։ Դա մի կարճ ժամանակահատված է եղել, հետո արդեն կարգավորվել է իրավիճակը, հիմա արդեն վտանգ չկա մկնանման կրծողներից։ Ինչ վերաբերում է գարանացանին, ապա ներկայացված թվերն առաջիկայում աճելու են։ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնում վերջնական արդյունքներն ամփոփելու են հունիսին։ Սամվել Բալայան, Բենյամին Ղարախանյան, օր